Ադրբեջանը ինչ է ուզում ի վերջո։ Ադրբեջանը տեսնում է, որ մենք բարձրաձայնում է իրաց նախագահան, ասում է հայկական կողմին չեմ հավատում։ Սրանով ամեն ինչ ասում է։ Ինչ է ասում։ Ասում է, որ կուլիսներում ես ու դու խոսացինք, ասեցիր, հա, հիմա գնացել ես ասել, հիմա երատեք հայտարարում ես, որ թուղթը պատրաստ է, թուղթը հա պատրաստ է, բայց դու խոստացել ես, չէ՞, ինչ անես։ Ես չեմ հավատում ձեզ։ Արեք, որ հավատամ։ Բարձ ասում է ձեզ։ Դուք ասում եք, չէ, չենք լսում, լավ չի ասում։ Որտեւ այն ինչ որ կուլիսներում խոսում եք, ձեզ թվում է խոսեցիք, մոռացաք։ Չէ։ Ժամանակին եմի իշխանությունն էլ է տենց արել, մի անգամ ես ասեցի, ձեր սխալագրությունները հանեք, ձեր բանակցությունների հասկանանք։ Ինչից եք խոսում ընդհանրապես։ Այդ դրա մասին եմ ասում, խնդիրն է, որ Ադրբեջանը ուզում է մաքսիմալ ստանա, իրան այսօր պետք չի, ասենք ասենք, այդ խաղաղության փաստաթուղթը այսօր պետք չի։ Վաղ կարող է պետք գա։ Այսօր պետք չի, ինքը վիժեցնելու է ամեն ձևի, հա, ասենք, փորձելու է տարբեր ձեր ասած պատճառները դնի, որ այս միջազգային դատարանից հետ կանչենք, OBS-ն պետքա լուծարվի, այս մեկը պետքա սենց անվի, սահմանադրությունը պիտի փոխվի, մյուսը պիտի սա եւ տեն շարունակելու այնքան ժամանակ, մինչեւ ինքը իր խնդիրները լուծի։ Ինչա կատարում, մենք տարածաշրջանը բոլորս տեսնում ենք, որ ոչ չգիտի ուր է գնում այս տարածաշրջանը, ինչ ուղղությամբ, դեպի արևմուտք է զարգանալու, թե մնալու է Ռուսաստանի ազդեցության տակ, ինչ է լինելու եւ ինքը այս պաուզան վերցրել է, ես կներեք հայկական կողմն էլ իրան ընտրություն ապեք, այդ թուղթը վերցրել է, անգել հետևից ասում է ստորագրի, որ հաղթեմ ընտրություններում։ 2026-ի ընտրությունների։ Իհարկե, այդ սա էտա ուրիշ բան չկա։ Ադրբեջանը չի ուզում ստորագրի, թող չստորագրի, եւ պատրաստ կլինի կգա ստորագրության։ Մենք մեր պետությունը զարգանալու համար մեր կոմունիկացիաները, մեր ճանապարհները, երկաթուղին, օդանավակայանը, որ մենք դառնանք խաբ այս տարածքում, ասենք Գյումրիում օդանավակայան մեծ գուրզավոր ստեղծել, որտեղ բեռների իշնի եւ այլ, այդ ճանապարհները կառուցել, այդ երկաթուղիները կառուցել։ Մենք տվել ենք 25 տարով Ռուսաստանի երկաթուղի, որ այսօր պետք է բանակցենք այդ երկաթուղին կառուցենք մինչեւ Մեղրի, իրանց ուժերով, որտեղ հենց իրանց էլ է պետք վաղ Ադրբեջանի հետ լուրջ խնդրեմ են ունենալու Վրաստանով, Հայաստանով, որ դուրս գան Պերսիցկի զալիվ, իրանց բեռնափոխադրումները անեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա լուրջ հարցեր է, որ պետք է զբաղվենք առանց կենտրոնանալու Ադրբեջանը ինչ է ասում, մեր իգնորում մեր քաղաքականությունը վարել բոլոր ուղղությունները։ Ասում պետք է սովորել ապրել առանց խաղաղության պայմանագրի կոպիտ։ Այո, խաղաղության պայմանագիրը կներեք խնդրելով, փաստաթուղթ ստորագրելով չի։ Իրարից ես ու դու պետք է կախվածություն ունենանք, իրար շահեր փորձենք պաշտպանենք, որ մենք էլ զարգանանք, դուք էլ։